Թեև մեկ շաբաթից ավելի է Սյունիքի մարզի Խոզնավար ու Խնածախ գյուղերի բնակիչներն Ազատությանը պատմում էին հատկապես գիշերային ժամերին ադրբեջանական կրակոցների մասին, Հայաստանի պաշտպանության նախարարությունն այսօր առաջին անգամ հաղորդեց. 3 գիշեր ադրբեջանական կողմը կրակել է Խնածախի ուղղությամբ, վնասելով բնակելի տուն։ Տեղեկացնելով, որ տուժածներ չկան, ռազմական գերատեսչությունը միաժամանակ հերքել է հրադադարը խախտելու Բաքվի պնդումները։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երեկո այսօր հայկական կողմին մեղադրել է Գորիսի, Վարդենիսի, Ճամբարակի կողմից կրակ բացելու և ԱԹՍ-ների միջոցով հետախուզական թռիչքներ իրականացնելու համար։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, պատրաստ է հետաքննել Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը հիմնավորող փաստերը, դրանք Հայաստանի Հանրապետությանը փոխանցելու պարագայում։ Միևնույն ժամանակ ադրբեջանական կողմին կոչ են կանում հետաքննել Խնածախ բնակավայրի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ Ադրբեջանը չի արձագանքել այս առաջարկին։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը նաև հիշեցրել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը հետաքննող համատեղ մեխանիզմ ստեղծելու առաջարկը, որին Բաքուն ևս չի պատասխանել։ Խնածախցի Կամելա Օհանյանն Ազատությանը պատմեց. 3 գիշեր ձայներն այնքան բարձր էին, կարծես իր պատուհանի տակ կրակեին։ Երկու օր չկա, նորից գիշերը եղել է կրակոցները, քանի անգամ եղել է ու երկար։ Դադարում են 2 ժամը 1-ան տենց կրակում էին շատ, ժամը 10-ից հետո սկսում են, ընթացքում կարելի, 4 անգամ կրակել են։ Ես պարկած եմ եղել, բայց ձերները ուժեղ գալիս է, ոնց որ մոտով լինի այդտենց։ Գյուղի պոստը մոտիկ է, մեզանից վերև, որ կրակում են, ուսում ենք արդեն։ Չնայած անցած շաբաթ սահմանային Խնածախից ու Խոզնավարից ստացվող լուրերին, որ գյուղում կրակոցներ են լսում, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդարանում հայտարարել էր, սահմանի երկայնքով կրակոցների դեպքեր լինում են, սակայն դրանք Հայաստանի ուղղությամբ չեն։ Բնականաբար դրանք են դեպքերն են, որոնք վտանգ չպարունակելով մեր կողմից հայտարարության չեն արժանանում։ Այսօր արդեն պաշտպանության նախարարությունը հաղորդագրությանը կից լուսանկարներ է հրապարակել, դրանցում գետնին ընկած պարկուճ է ու կրակոցից վնասված պատուհան։ Խնածախից ստացվող տեղեկությունների համաձայն դա գյուղապետ Սեյրան Միրզոյանի տունն է։ Տեղեկությունը հաստատելու կամ հերքելու համար դեռ փորձում ենք կապ հաստատել Միրզոյանի հետ։ Նա զանգերին չի պատասխանում։ Հարևան Խոզնավարի գյուղապետ Վահան Զաքյանն էլ ասաց, անցած գիշեր կրակոցների ձայնը հեռվից է լսել, շատ խուլ։ Մեր գյուղում կրակոցներ չի եղել, գյուղը վերել 2 հատ կրակոց եղել, բայց խորքից է ձայներ եկել։ Կրակոցների մասին տեղեկություններն ու մեղադրանքները հաջորդում են հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցմանը։